Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին։ Դուք մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, կարող եք նաեւ դիտել մեր մուլտիմեդիա հարթակներում։ Թարմուղեղով զրույցն է այս պահին գործարարիքի եթերում, իսկ իմ զրուցակիցը Այդա Ջանջուղազյանն է, Մարզերի երեխաները մարզերում հասարակական կազմակերպության հաղորդակցության մասնագետ։ Հուսով եմ ճիշտ ներկայացրեցի։ Այո։ Շնորհակալ եմ Այդա ջան, որ այսօր մեր տաղավարում եք, ողջունում եմ ձեզ ու կարևոր առիթով ենք այսօր հանդիպել, բայց մինչև այդ առիթի մասին խոսելը կուզեմ ընդհանուր ներկայացնեք մեմի գործունեության մասին։ Մենք շատ վաղուց կլինի, որ այս տաղավարում մեմի մասին զրուցել ենք, ինչ փոփոխություններ ունեք, ինչ շրջափուլ է ձեզ մոտ այս պահին, ինչ նորություններ կան։ Շնորհակալ եմ նախ հյուրընկալության համար, Մոնիկա ջան։ Սիրով, մեմի մասին առիթներ շատ են եղել խոսելու, բայց ասեմ, որ մեզ նոր է լսում եւ մեր մասին նոր է իմանում, նշեմ, որ Մարզերի երեխաների մարզերում ՀԿ-ն սոցիալ-կրթական ՀԿ է եւ հիմնական նպատակն է կերտել, ստեղծել հայրենատեր կիրթ առաջադեմ առաջնորդներ ապակենտրոն համայնք, ու այս ամեն ինչը հանուն Հայաստանի համաչափ զարգացման։ Մենք աշխատում ենք այս պահին 400-ից ավելի երեխաների հետ եւ ունենք 100 մենթորներ եւ Հայաստանից եւ Սփյուռքից, ովքեր փորձառու մասնագետներ են եւ տարբեր հարցերով ուղղորդում են մեր երեխաներին։ Մենք թարմ նորություններով ենք եկել եւ 2025 թվական մեծ էներգիայով ենք թևակողել, առաջիկա հենց ինչի մասին խոսենք դա կփաստի, բայց ամբողջ տարվա համար լավ պլաններ ունենք։ Հիմնականում ավելի շատ ակտիվություններ եւ ավելի շատ մարզերի երեխաների միջով ստեղծվող նոր նախագծեր, թիմեր եւ նաեւ այդ նախագծերի համար ինքնուրույն ճանապարհ փորձելու ենք արդեն կես տարի, որպեսզի նրանք կարողանան արդեն ինքնաֆինանսավորմամբ եւ անկախ կարողանան իրենց նախագծերը առաջնորդել։ Ամեն դեպքում ապակենտրոնացման այդ հարցը ոնց է ստացվում, լուծման ճանապարհին դուք դինամիկա տեսնում եք դրական։ Բնականաբար նախ առաջին հերթին մենք մտածելակերպում ենք փոփոխություն անում, մենք ամեն ինչ նայում ենք մայրաքաղաքից հեռու եւ որքան հեռու այդքան լավ մեր բոլոր ակտիվությունները եւ զգում ենք, որ արդեն մեր շրջապատում մեր գաղափարակից ընկերները եւս սկսել են նայել դեպի մարզեր եւ իրենց ակտիվությունները տանել դեպի մարզեր եւ ամենակարևորը դիտարկել հենց առաջինը մարզերում։ Դա արդեն գաղափարակից ընկերների միջով տարածվում է, զգում ենք, որ այդ գաղափարակից կրողները գնալով ավելի են մեծանում։ Բացի այդ, այսօր շատ լավ տենդենս կա, մայրաքաղաքից մարզ տեղափոխվում են շատ լավ մասնագետներ եւ մենք նրանց հետ ինտենսիվ կապի մեջ ենք, ծանոթացնում ենք տեղի ակտիվ երիտասարդների հետ եւ նրանք շատ արագ ինտեգրվում են տվյալ քաղաքում եւ միասին մի հատ ցենց ուժեղ թիմ են դառնում, շատ հաճախ նույնիսկ այդ լավ մասնագետները փորձառու արդեն ովքեր նաեւ կյանքի կենսափորձ ունեն, դառնում են տվյալ մարզային թիմերի կամ համայնքային ակտիվ երիտասարդական կենտրոնների մենթորները։ Ունենում ենք ֆանտաստիկ արդյունքներ։ Մասնագիտությունը հաճախ սահմանափակումների առջև է կանգնեցնում մնալ քաղաքում Երևանում, թե մայրաքաղաքում, թե գնալ մարզեր, որովհետև օրինակ IT ոլորտի ներկայացուցիչները այդ մասով հիմնականում ազատ են, կարողանում են on-line ռեժիմով աշխատել, բայց օրինակ լրագրողների դեպքում մի քիչ դժվարություններ կան, որովհետև մարզերում միշտ չի, որ համապատասխան լրատվամիջոցներ կան, սա օրինակի համար են բերում։ Այդ մասով խնդիրներ դուք տեսնում եք, որ զուտ աշխատաշուկան լավ զարգացած չէ մարզում, դա հաճախ պատճառ հանդիսանում, որ մարդիկ չտեղափոխվեն։ Բնականաբար կա այդ խնդիրը, մենք փորձում ենք խնդրին ոչ միայն բարձրաձայնել, ասել խնդիր է ու անցնել առաջ, այլ փորձում ենք հենց խնդրին ուղղված քայլեր իրականացնել։ Օրինակ մենք ակտիվ համագործակցում ենք մարզային տարբեր կառույցների հետ եւ նրանց օրինակ, երբ որ աշխատատեղեր ունենում, մենք համապատասխան կադրերին ուղղորդում ենք, մեզ եւս պետքա որ երիտասարդները ունենան լավ աշխատանք մարզում ու մնան մարզում։ Բացի այդ մենք երեխեքին, ինչպես շատերը գիտեն, փափուկ հմտություններով ենք զիրնում, նաև մասնագիտական բազային գիտելիքներով, որպեսզի նրանք կարողանան հասկանալ ով են ուզում դառնալ եւ ինչու ոչ փորձում ենք ապահովել աշխատատեղերով հեռավար կամ հենց մարզում, որ նման, այսինքն միջավայրը մենք ստեղծենք, միայն չասենք մնացեք մարզում եւ վերջ։ Մենք օգնում ենք մնալ մարզում, ունենալ ինքը արդեն դե երիտասարդը արդեն ֆինանսավորման խնդիր պետք է ունենա աշխատանք եւ այլն, փորձում ենք արդեն իր գիտելիքները ժամանակակից
աշխատաշուկային, հա, համապատասխան դարձնել եւ թույլ տալ հնարավորություն տալ նրան մարզում մնալ, շարունակել իր համայնքային գործունեությունը, միաժամանակ նաեւ ունենալ լավ աշխատանք եւ լավ արծավ տրվող աշխատանք։ Ինչն է հիմնականում մարդկանց այսօր մարզում պահում, լավ բնությունը, առողջ ապրելակերպը, այլ ինչն է, որ նպաստում է, որ տեղափոխվեն դեպի մարզեր եւ չմնան մայրաքաղաքում։ Երևի ամենաառաջինը, որ մենք այս վերջերս շատ ենք լսում, ժամանակը մարդիկ կարողանում են ինքնուրույն տնօրինել, այլ ոչ թե ամեն ինչն է թելադրում, հա, եւ իրանք են որոշում իրենց օրը ինչպես կազմակերպեն, բացի այդ շատ ենք լսում, որ ասում են մարզերում մենք կարողանում ենք ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, այսինքն այդ ժամանակը խնայում են, չգիտեմ, ենթադրենք խցանումներից, ենթադրենք ակտիվ շարժերից կամ հեռավորություն, հա, ասենք աշխատանքից տուն եւ այլն։ Իսկ մարզերում այդ խնդիրը ավելի քիչ է կամ չկա ընդհանրապես։ Ճանապարհի վրա ծախսելու խնդիր ընդհանրապես չի լինում։ Իսկ առհասարակ աշխատաշուկան էս պահին ոնց է զարգանում մարզերում, եթե փորձենք այդ մասով մի քիչ ավելի մանրամասն խոսել։ Ասեմ, որ շատ կառույցներ եւս սկսել են դեպի մարզեր նայել, նոր կազմակերպություններ են բացվում կամ կազմակերպությունների մասնաճյուղեր են բացվում եւ մեր տարբեր գործընկերներ, երբ որ իմանում ենք, որ կամ իրանք են մեզ տեղեկացնում, որ մարզ են գալիս, ոնց որ նաեւ աշխատաշուկան հենվում է նաեւ ինչ որ չափով մեր վրա, այսինքն մենք ենք ուղղորդում, տարածում, պրոմոթանում, կապը նաեւ դեպքեր են եղել, որ կապ ենք ստեղծել թիմերի հետ, տարածքի եւ այլնի հարցերով միջամտել, բայց այդ տենդենսը նկատվում է, որ մարզերում բիզնեսները եւս հավելյալ ներդրում են կատարում եւ նաեւ աշխատանքային որակն են փոխում, նաեւ միջավայրը ավելի բարելավում են, ու դա արդեն լավ է այս սերնդի համար, ովքեր ուզում են լավ միջավայրում աշխատեն եւ ստանան լավ արծատրվող աշխատանք։ Նաեւ հետաքրքիր է այս ժամանակահատվածում ինչ մեմը ակտիվ աշխատում է ապակենտրոնացման ուղղությամբ, որ մարզերն են, որ հնարավորին ինտեգրվել են այս process-ին եւ շատ ակտիվ են փորձում մարզը զարգացնել, մարզում մնալ, ընդունել մարզը այնպիսին ինչպիսին կա ու ամեն դեպքում չուղղորդվել դեպի Երևան։ Այդ ինչ որ թվերով կարող ենք ներկայացնել կամ գոնե այսպես մոտավոր ներկայացնել, որ մարզերն են ավելի ակտիվ։ Թվեր այս բանը կդժվարանամ նշել, բայց հաստատ կունենանք վերլուծություններ, եթե դիմենք մեր թիմակիցներին։ Մենք բավականին նկատում ենք, որ Գեղարքունիքի մարզը շատ ակտիվ է եւ հատկապես ակտիվություններ ընդունելով շատ պատրաստական են։ Լորիում, Տավուշում եւս նկատվում են, որ մարդիկ տեղափոխվում են եւ մշտական արդեն մնում են այնտեղ։ Դա փաստ է հենց մեր մարզային թիմերի հետ աշխատող նոր մենթորները, ովքեր շատ լավ մասնագետներ են իրենց ոլորտում, բայց այս բանը որոշել են ապրել մարզում, ընտրել են Տավուշը, Լորին եւ նաեւ կցվել են մեր մարզային թիմերին։ Մնացածը ավելի sense ժամանակաշրջանից ելնելով, հա, Երևանին մոտ մարզերը մի քիչ ուրիշ է, իրանք անդադ գնալ գալու հնարավորությունն են, դրա համար մշտական ինչ-որ տեղափոխվելու տեմպերին մենք այդքան չենք նայում, մեր ավելի շատ ավելի հեռուն է։ Ես նույնիսկ նկատել եմ, որ այն մարզերը, որոնք Երևանին ավելի մոտ են, այնտեղից տեղափոխումները Երևան ավելի շատ են։ Հա, դինում քան հակառակը։ Գանք այն բուն թեմային, որի մասին պիտի այսօր անպայման զրուցենք, դեմարդեմ նախագիծն եք դուք մեկնարկում երկրորդ անգամ է։ Այո, այո։ Ինչի մասին է նախագիծը, մեզ մանրամասներ ներկայացրեք։ Ահա, շնորհակալ եմ, ինչպես արդեն նշեցիք, երկրորդ անգամ ՄԵՄ-ը կազմակերպում է դեմարդեմ սերունդների երկխոսություն մարզային ֆորումը։ Մարզային ֆորումի հիմնական նպատակը ներկայանալու հարթակ տրամադրել այն երեխաներին, ովքեր ունեն յուրահատուկ փորձառություն ու ասելիք եւ ուզում են կիսվեն։ Մենք հաճախ ասում ենք, որ դեմարդեմը գլխիվայր շրջված է, որովհետև բեմից ելույթ են ունենալու երեխաները, իսկ դահլիճում նրանց լսելու են այն մարդիկ, ում միշտ գնում են երեխաները լսելու։ Հայաստանի հաջող մասնագետներ, գործարարներ, մտավորականներ եւ այլն։ Արդեն երկրորդ անգամ առաջի տարին իրականացրեցինք Վարդենիսում, ավելի շատ պիլոտային, հասկանալով ձևաչափը լրիվ նորություն էր աննախադեպ, ուզում ենք հասկանայինք ընդունելի է, պահանջը կա թե ոչ։ Եվ այնքան դրական ֆիդբեքներ լսեցինք ընդհանուր ֆորմատի հետ կապված, որ որոշեցինք, որ դեմարդեմը կդառնա ամենամյա միջոցառում։ Ու այս տարի գնում ենք Տաշիր, Լոռու մարզ, առաջ տարին Վարդենիսում իրականացրեցինք, էլի մեր արժեհամակարգը եւ գաղափարները կիսելով ավելի հեռու եւ մարզերում պարտադիր գնացինք Վարդենիս, մեզ ընդունեցին շատ լավ, այս տարի գնում ենք Տաշիր, Տաշիրի մշակույթի կենտրոն, մարտի 29-ին։
Բովանդակությունը կուզեմ հասկանանք, առհասարակ ինչ հարց ու պատասխան է հնչում, ինչ թեմատիկայով են քննարկումներ ծավալվում, առհասարակ ինչ է հետաքրքրում երիտասարդությանը։ Մեր երեխեքը 8 խոսնակ են ունենալու, պատանի խոսնակներ ավելի ճիշտ, եւ խոսելու են բացառապես իրանց փորձառությունից, եւ փորձառության հիման վրա ուղերձ են հղելու ավագ սերնդի ներկայացուցիչներին, օրինակ իրանց ճանապարհին ինչ խոչընդոտներին հասել եւ ինչ խորհուրդ կտային ավագ սերնդին նման իրավիճակում հայտնվելու համար, երբ որ հակառակ կողմից։ Բայց հարց ու պատասխանները հնչում են հիմնական փորձառության վերաբերյալ, ոչ թե օրինակ տեսական նյութի հետ կապված, հիմնական բացառապես փորձառություն են ներկայացնելու եւ նրանց այդ երեխեքի պատմություններով գալիս են ողջևորվելու իրանց հասակակիցները, որովհետեւ մենք խոսնակների 60%-ը այս տարի որ դիմել էր, եթե ոչ ավելին, 60-ը մեզ հստակ հայտնի է, դիմել էր նախորդ տարվա ողջևորությունից ելնելով, երբ որ տեսել էր իր հասակակիցը բեմի վրա ելույթ է ունենում եւ իր անցած ճանապարհի մասին է ներկայացնում, ասել էր իսկ ինչու ոչ ես։ Եվ այս տարի սիրով եւ մեծ ողջևորությամբ դիմել էին աննախադեպ թիմ ենք ունեցել 75 հայտ խոսնակների եւ ունենք ընդամենը 8 տեղ։ Ինչ տարիքային Տարիքային ունենք հստակ սահմանափակում 14-ից 19 տարեկան, հիմնականում պատանիների վրա ենք նշել կատարում, որովհետեւ նրանք որոշակի ժամանակ պետքա ունեցած լինեն այդ փորձառությունը հիմքեր դնելու։ Եվ փաստացի այս տարի եւս 14-ից 19 տարեկան 8 պատանի խոսնակ կներկայանան։ Հետաքրքիր է, Այդա ջան, անցած ճանապարհ ասելով ինչ նկատի ունենք, ինչ որ հստակ առաջադրանք է դրվում կյանքի ընթացքում իրենք փորձում են դրան հասնել, ինչա տեղի ունենում, որովհետև ես հիշում եմ, օրինակ մեր դպրոցական ժամանակ մեր անցած ճանապարհը դպրոցի դասերն էին, պարապմունքները, ինքնուսույցի մոտ, դրանից հետո արդեն համալսարան ընդունվելու այդ ամբողջ գործընթացը, այլ նպատակներ չէին դրվում, դա կլինի մոտ 9 տարվա բան եմ ես ասում։ Հիմա ինչ է փոխվել առհասարակ երիտասարդները ինչ են ձգտում եւ ինչ ճանապարհ են անցնում այդ տարիքում։ Տարեց տարի է նույնիսկ փոխվում Մոնիկա ջան, այսինքն 9 տարին շատ մեծ ժամանակ է, նույնիսկ տարեց տարի։ Ես էլ օրինակ այդ շրջանից անցել եմ մի 5 տարի, բայց երբ որ նայում եմ, ես էլ եմ գրեթե ճանապարհով անցել, եւ այս հիմա սերունդը շատ հետաքրքրված է եւ փորձում է իրեն ամեն տեղ փորձի, որ գտնի իսկապես ինքը որտեղ է պետք։ Եվ այդ ճանապարհին իրանք իրականացնում են բազմաթիվ կամավորական աշխատանքներ։ Շատերը 16 տարեկանից արդեն ունեն աշխատանք, որոշակի ֆինանս արդեն ունեն, այսինքն հմտություններ են ձեռք բերում, գիտելիքներ եւ կարողանում են դա արդեն շուկայում վաճառել իրենց գիտելիքներն ու հմտությունները։ Շատերը նաեւ մասնագիտական կողմնորոշման ճանապարհին ստանդարտներից դուրս են ուզում մտածել։ Օրինակ մեր խոսնակներից մեկը Շիրակից Նելին հենց դրա մասին է խոսելու, որ ինքը այդ ստանդարտներն, որ 11-րդ դասամ արդեն պետքա պարապես, 12-րդ դասից հետո պետքա ընդունվես եւ այլն ստանդարտներից դուրս էր մտածում, ասում էր ես ուզում եմ հասկանամ ես ով եմ, ինչ խնդիր եմ լուծելու եւ որտեղ եմ պետք։ Եվ այսօր ինքը այնպիսի մասնագիտությամբ է եւ սովորում եւ աշխատում, որ շատերի համար նույնիսկ վաու էֆեկտ է առաջացնում եւ գաղտնիք է դա կբացահայտենք Դեմարդեն ֆորումի ժամանակ։ Չեմ ուզում շատ բացեմ, որ եղեք ելույթները հետաքրքիր մնան։ Եվ նման պատմություններ շատ ունենք։ Մեր խոսնակներից մեկը 18 չլրացած Արարատ լեռը բարձացել եւ իր կյանքը կարելի ասել շրջադարձային փոխվել է իր պատկերացումների տեսանկյունից եւ հենց ներկայանալու իմ 5000+ թեմայով ու ներկայացնելու թե ինչքան կարեւոր է ինքնուրույն որոշում կայացնելու որոշումներին տեր լինելը։ Այնպես որ sense իրանք փորձի մասին են բացառապես խոսելու, բայց այնքան հետաքրքիր մեսեջներ են հղելու հատկապես ավակ սերնդին, որ նույնիսկ ավակ սերնդից շատերը կարող են դրա մասին առիթ չեր եղել, որ մտածեին։ Եվ կարծում եմ ավակ սերունդը այդ տարիքում դժվար թե նման ճանապարհ անցած լիներ։ Ես ավակ սերնդից չեմ, բայց ես գոնե չեմ անցել վստահաբար մարզում ապրելով։ Նաև հետաքրքիր է, ես այս հարցը միշտ փորձում եմ ընկերներիս հետ քննարկել, թե այսօրվա պատանիները ինչ պահանջներ ունեն, ինչն է իրենց հետաքրքրում առհասարակ, ինչ խնդիրներ ունեն իրենք, եւ կարծես շատ տարբերվում է այն ժամանակ, ինչ օրինակ իմ տարիքայինները ունեին։ Ամենամեծ մտահոգող հարցերը, որոնք են, կուզեմ այդ մասին էլ ձեր կարծիքը հայտնեք, քանի որ դուք մշտապես շփման մեջ եք, կապի մեջ եք, իրենց խնդիրներին ծանոթ եք։ Եթե օրինակ առաջ հիմնականում պատանի տարիքում արդեն բոլորը միայն մտածում էին
ինչ մասնագիտություն ընտրեմ, որ ունենամ հետո լավ աշխատանք եւ լավ գումար վաստակեմ։ Այո, եւ գիտեք, առաջ եթե ֆիքսենք, ընտրում իրանք բոլորս, հա, պատկերացնում ենք ունենանք մեկ մասնագիտություն եւ ամբողջ կյանքը կաշխատենք այդ մասնագիտությամբ։ Հիմա երեխաները նախ մասնագիտության կողմնորոշման մասով իրանք չեն վախենում բազմազանությունից, միաժամանակ 2-3 տեղ փորձում են իրանց, ուզում են հասկանալ իրանցն թե չէ, ուզում են ամեն ինչ ուսումնասիրել, բայց երիտասարդության մեջ ես նկատել եմ, որ այդքան էլ առաջնային չի, ինչքան որ իրանք փորձում են հասկանալ ոնց կարող են իրանց կյանքի գործունեության մեջ դրական դինամիկա բերեն երկրի զարգացման գործում։ Այս շատ նկատելի է։ Մենք աշխատել ենք հազարավոր երիտասարդների հետ եւ սա արմատապես երևի վերջին իրավիճակներից նաեւ ելնելով արմատապես ժամանակաշրջանը թելադրում է կարծես թե։ Եվ նրանք ամեն մեկը իրենց գործունեությամբ ուզում են մաքսիմալ օգտակար լինեն հենց այդ գործին, իրենց երկրի զարգացմանը, բարգավաճմանը եւ հզորացմանը։ Շատ լավ, հետաքրքիր է, իսկ բեմից այն կողմ դահլիճում ովքեր են լինելու, ովքեր լսելու են, գուցե հարցեր են տալու, արդեն այդ ցանկն էլ է հստակեցվել։ Անպայման դահլիճից բաց ենք ընդունել ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր գալիս են մեր երեխաների պատմություններով ոգևորվելու եւ նրանց հարցեր հնչեցնելու, հենց հարց ու պատասխանի սեսիաներ ենք ունենում ու անցած տարվա փորձի հիմա վրա ասեմ, որ մեկը մեկին չէր զիջում ավագ սերնդի ներկայացուցիչների հարցերը, նույնիսկ ժամանակի մեջ չենք տեղավորվում, մուտքը բաց է ավագ սերնդի համար, ցանկացած մարդ կարող է գալ, միանալ, ոգևորվել երեխաներով, պարզապես ունենք գրանցման կարգ, պարտադիր գրանցումով ու տոմսով, դա էլ արդեն մեր սոցիալական հարթակների դեմարդեմաբամբ կարող են գրել կամ ձեռք բերել հղումները ակտիվը, բայց մի մասին մենք արդեն հրավիրել ենք նաև եւ անուններ կարելի է հնչեցնել եւ ունենք գործար աշխարհից ներկայացուցիչներ, օրինակ Մարիամ Համբարձումյանը, ով մեր ընկերն է եւ TCF-ի ժողովուրդն է, նաեւ մեր լավ ընկերն է։ Այո։ Եվ ունենք սոցիալական ոլորտից Արմեն Մարտիրոսյանը, Գևորգ Պողոսյանը Արմենիա հարթակից, ունենք նաեւ մտավոր աշխարհից ներկայացուցիչներ, փորձում ենք նաեւ ոլորտային բազմազանությունը ապահովել, քանի որ եւ երեխաների իդեաներն են բազմազան, եւ նաեւ եկող երեխաների հետագա ծրագրերն են բազմազան, եւ նրանք ամեն մեկը թեկուզ եւ կարողանան 1 ժամ նաեւ նետվորքի եւ ընդմիջման հնարավորություն են ունենալու, որ նրանք կարողանան այդ համագործակցային կապեր ստեղծել, գտնեն իրենց մասնագիտության, որոնց ուղղությամբ մի քիչ նայում են, իրենց մասնագիտության առաջնորդներին եւ իրենց հետ կարողանան շփվել, խորհրդակցություն վերցնել եւ այլն։ Այո, քննարկում ունենալ խոսքով։ Իսկ հետաքրքիր է, երիտասարդները կաշկանդվում են բեմում հարցերին պատասխանելուց, ներկայացնելուց, որովհետեւ ես գիտեմ, մարզի երեխաները միշտ այսպես սահմանափակված են եղել ու միշտ չի հեշտ տրվել, օրինակ Երևանում ապրող երեխաների նման ակտիվ ու այսպես շատ եռանդուն ներկայացնել իրենք ինչ են արել, ինչով են զբաղվել, կարծես թե այդ իմաստով շատ տարբեր են մարզում ու Երևանում, ինչ որ ես հիշում եմ, ինչ է փոխվել այսօր։ Ես նման արդեն տարբերություն չեմ նկատում, կամ կարող է Երևանի երեխաների հետ եմ քիչ շփվում, բայց մարզի երեխաներն էլ բավականին ակտիվ են եւ այդ կաշկանդվածությունը գնալով ավելի ակրճատվում։ Իրականում ցանկացած մեկը սով առաջի անգամ բեմ բարձրանա, այդ կաշկանդվածությունը կունենա, եթե իր ուժերի վրա վստահ չլինի, բայց այստեղ կարևոր նյուանս կա, որ մենք երեխաներին կցել ենք փորձառու մենթորներ, ովքեր այս ամբողջ ճանապարհի նախապատրաստական աշխատանքներում իրենց ուղղորդում են, իրենց հետ աշխատում են, թե ելույթի բովանդակության, թե ճիշտ ուղերձներ հղելու, որպեսզի լսանը իրենց ճիշտ հասկանա, թե նաև խոսքի, հանգստության, հանդարտության, նաև կգնանք խոսնակներին շուտ կտանենք, այնտեղ դահլիճում աուրային իրան կծանոթանան, փորձ կանեն, այսինքն հնարավորին այսպես դրական միջավայր եւ հանգստացնող միջավայր եք ստեղծում, որպեսզի հեշտ տրվի։ Մենք ուզում ենք իրենց համար ոչ թե սա լինի ինչ-որ պետքա բեմ բարձրանան, ելույթ ունենան, ստանան բարձր կամ ցածր գնահատական եւ այլն, այլ մենք ասում ենք, որ սա տարվա ամենաերիտասարդական ֆորումն է եւ սա մենք պետքա տոն դարձնենք բոլորի համար եւ իրենք էլ այդ ողջավորությամբ են սպասում, որ գնալու ենք մենք նշենք այս տոնը եւ դրա համար ավելի դրական, ավելի հանգիստ են տրամադրված։ Հուսով եմ նախապատրաստական աշխատանքներում տեղում մենք եւս կարողանանք այդ հանգստությունը եւ իրենց լարվածությունը կոտրել ու արդեն ազատ ավելի
լավ էներգիայով, դրական էներգիայով բեմ ճանապարհել։ Շատ լավ, ձեր օրակարգում է նաև պանելային քննարկում, ցուցադրություն, ապա համերգ, ամփոփիչ, այդ մասով էլ մանրամասն կուզեմ մեզ ներկայացնեք, քանի որ գուցե կան մարդիկ, ում հատկապես դա հետաքրքրի, ցանկանան այդ առիթով գալ, մոտենալ, տեսնել ինչ է կատարվում, եթե մանրամասներ կարելի են խնդրեմ։ Այո, ցուցադրությունների մասը հատկապես նշեմ, որ քանի որ դիրքավորում ենք որպես ամենաերիտասարդական ֆորում, մեր առաջնահերթ բոլոր տեղերում հենց երիտասարդներն են եւ ցուցադրություններին տաղավարներ բացառապես տրամադրվելու են երեխաների կողմից ստեղծած եւ ղեկավարվող նախագծերին, որովհետեւ նրանք շատ հաճախ տարբեր էքսպոներում ցուցադրություններում իրենց նախագծերը ներկայացնելու հնարավորություն չեն ունենում, իսկ սա բացառիկ հարթակ է նրանց համար։ Ունենալու ենք 6 տաղավար, լինելու են եւ ծառայություններ ներկայացնող եւ պրոդուկտներ, ապրանքներ վաճառող եւ բիզնես եւ սոցիալական նախագծեր։ Մի քանիսը կթվեք հետաքրքիր է։ Օրինակ մեկնարկ EM ունենք, որը ղեկավարվում է Անուշի կողմից 18-ամյա։ Մեկնարկ EM-ը առաջադրանքների հարթակ է, որի հիմնական նպատակը բարեգործության մշակույթի կոտրելն է։ Ինքը առաջարկում է, եթե ուզում ես սոցիալապես ինչ-որ խմբին օգտակար լինել եւ իրեն օգնել, ոչ թե գումար փոխանցիր կամ չգիտեմ, ենթադրենք սնունդ գնիր իր ընտանիքի համար, այլ առաջադրանք տուր, թող իրենք դա հնարավորություն ունենան վաստակել։ Իսկ մեկնարկ EM-ի թիմը տվյալ թիրախային խմբին, սոցիալական խմբին ուղղորդում է հարթակ եւ նաեւ օգնում է հմտություններով զինում է, որ տվյալ առաջադրանքները հեռավար կերպով նրանք կարողանան կատարել։ Պատրաստական են կատարելու այն մարդիկ, ովքեր ունեն։ Հիմնականում այո, դե նախապես պայմանավորվածություններ, նախապես աշխատանք է տարվում իրանց հետ, քանի որ սկիլների եւ մասնագիտական գիտելիքների կարիք է լինում, բայց հիմնականում ավելի ողջավորված են լինում, որ իրենք են այդ գումարը ձեռք բերում եւ նաեւ եթե շատ լավ լինի իրենց դինամիկան, իրենց պորտֆոլիոն, բարձր որ կամաց առաջադրանքների պատվերները եւս կշատանան։ Անուշը գալու է հենց ներկայացնի հարթակը, ներգրավի նոր գործընկերներ, ովքեր կտան առաջադրանքներ եւ ինչու ոչ նաեւ ունի թիրախային խումբ, նաեւ գյուղացի երեխաներ, մարզացի երեխաներ, նաեւ նոր սոցիալական խմբեր ներգրավի։ Շատ լավ, իսկ նախնական թիվ ունեք, թե քանի հոգի է մասնակցելու մինչ ցուցարմանը, որովհետև նշեցիք, որ գրանցումներով է ամեն դեպքում, նախնական գոնե պատկերը պիտի արդեն լինի։ Մենք կունենանք շուրջ 500 ակտիվ երեխաներ ու երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից, իդեպ մեր խոսնակներն էլ Սյունիքից մինչև Ջավախք են եւ իրենց ընկերները գալու են իրենց ողջևորեն, այնպես որ այդ լոկացիայից բոլորից ունենալու ենք ակտիվ երիտասարդներ եւ շուրջ 100 ավագ սերնդի ներկայացուցիչներ կունենանք, այսինքն ընդհանուր 600 հոգանոց մեծ միջոցառումը բավական է, այո։ Ինչքան ժամանակ եք պատրաստվել։ Մենք բուն նախապատրաստական աշխատանքները հատկապես այս տարվա ինձ մեկնարկեցինք, բայց նախապես պլանավորումը, ռազմավարությունը եւ այլն։ Դե մեկ տարվա փորձ ունեք արդեն, հիմնական դետալները կարծում եմ արդեն հասկանալի են։ Ամեն ինչ սխեմավորված, թիմերում ասեմ, որ այսինքն այն ովքեր կազմակերպում են դեմարդեմը, էլի երեխաներ ու երիտասարդներ են։ Ես նրանց հետ եմ աշխատում այլ օղակնային պատասխանատվության տակ, իսկ նրանք բուն օպերացիոն համակարգման աշխատանքները երկու աղջիկ ունենք, Մանեն ու Մոնիկան, ովքեր դպրոցականներ են, եւ ես գնում գալիս նայում եմ իրանց ողջևորությանը եւ այն ծավալին, որոնք նրանք սպասարկում են, ահռելի ծավալ է։ Եթե դուք sense նստում եք օրակարգային մի քանի կետեր, ապա պատկերացրեք ամեն կետի մասով ինչքան բեքգրաունդ աշխատանք է կատարվում, եւ այս երեխեքը սպասարկում են, ու ես չգիտեմ, իրանք ապագայում արդեն հմուտ մասնագետներ, իսկական փորձ ունեցող մարդիկ են եւ մի օր էլ երևի իրանց հնարավորություն կտրվի այդ փորձառության մասին պատմել, որովհետեւ սա ահռելի աշխատանք է եւ մարզում նման ֆորում կազմակերպելը եւս հեշտ գործ չի։ Եվ մենք հակված ենք բոլոր ծառայությունները, որը կա մարզում, եւս այնտեղից ներգրավել, փորձել ամեն ինչում որակապահովել, այսինքն ամեն ինչ դեպի մարզեր, այս խորագրով ավելի աբարթան։ Երևանում եթե օրինակ մի քանի տարբերակներ կամ եւ մենք կարող ենք ընտրություն կատարել ազատ, ապա այնտեղ պետքա դու կարողանաս որակը գնահատել, համոզվել, որ ամեն ինչ լավ է, իրենց բացատրել, ինչա կատարվում, ինչի համար է եւ այլն, որովհետեւ երբեմն մարզում նաեւ տարօրինակ ահանջում թե ինչա կատարվելու, հա, ու փորձում ենք բացատրել նաեւ, բայց գործընկերներին հնարավորինս ներգրավել մարզերից, սա մեր համար կարևոր պայման է։ Շատ լավ, եւ վերջում հետաքրքիր է այս երիտասարդությունը ինչ ապագա է խոստանում մեզ համար։ Ձեր տպավորությունը։
Հա, երիտասարդները բավականին երևի չեն, այսպես ասեմ, երիտասարդները չեն խոստանում, երիտասարդները քայլեր են ձեռնարկում լավ ապագա ունենալու համար Խոսքից անցել են գործի։ Այո, նրանք բացառապես ասում են խոսքը դառնում է գործ եւ միայն այս դեպքում է, որ մենք կարող ենք ինչ-որ հստակ ակնկալիքներ ունենալ դրական ապագայի վերաբերյալ։ Ես ինչ-որ խոստումներ իրենցից չեմ լսել, ուղղակի տեսնում եմ ամեն օր, թե իրենք ինչքան ոգևորված են աշխատում թե իրանց համայնքների, թե իրանց մարզերի զարգացման համար, եւ սա հենց փաստում է, որ մենք իրենց վրա հենվելով կունենանք այն ապագան, որի մասին բոլորս ենք երազում։ Շատ շնորհակալ եմ Այդա ջան հետաքրքիր զրույցի համար, հուսամ, որ դեմը դեռ շատ երկար տարիներ է լինելու, նոր հնարավորություններ, նոր փորձառություններ է բերելու բոլորի համար։ Իսկ մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով զրույցն եք լսում Գործարալիքի եթերում առաջին խոսափողի մոտ Մեմի հաղորդակցության մասնագետ Այդա Ջանջուղազյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում։ Կհանդիպենք։